Հայաստանի համար գազի գնի հնարավոր թանկացման հարցի շուրջ զարգացումներ չկան։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուտացյանը, վստահեցնելով, որ քաղաքացիներն այս մասով մտահոգվելու առիթ չունեն։ Ոչ հնարավոր փոփոխություն չկա, որտեղ մենք պայմանագիր ունենք եւ այդ պայմանագրի ժամկետը ձմեռվանից էլ հետո է լրանում։ Գազի գնի թանկացման մասին լուրերին անդրադարձավ նաեւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ Նրա խոսքով, եթե Հայաստանում ռուսական գազի գինը բարձրանա, ներկայիս սակագները կգործեն մինչև 2027-ի սկիզբ։ Այլընտրանքները հարակից տարածքներում Ադրբեջանից, Թուրքմենստանից, չգիտեմ, Պարսկստանից, բոլոր այն հնարավոր երկրները, ովքեր որ գազ են վաճառում եւ ենթակառուցվածքները թույլ են տալիս, որ մենք այդ երկրներից գազ գնենք։ Մեսրոպյանը նշեց, որ Հայաստանում էլեկտրական էներգիայի մոտ 30-ից 35% արտադրվում է ջերմային էլեկտրակայաններում։ Հետևաբար, եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիայի սակագնի վրա ազդեցությունը կլինի բացասական։ Նա շեշտեց, միայն արևային կայանների գոյությունը կապահովագրի Հայաստանը 1990-ականների էներգետիկ ճգնաժամի ծանր պատկերն ունենալուց։ Մեր ռիսկերը կառավարում ենք, այդ թվում սակագնի ավելացման մասով մտահոգություններ թույլ տվեք շատ փակագծեր չբացել, մեր ռիսկերը մենք կառավարում ենք, որովհետև այդքան էլ պատկերը այնպեսին չէ, ինչպեսին կարող է տպավորություն ստեղծվել առաջին հասկից։ Պայմանագրի ժամկետը լրանում է 2027-ի տարեսկզբին, պարզաբանեց Խուտացյանը, նկատեց Հայաստանը գազը ստանում է կանոնավոր գրաֆիկով, այն սակագնով, որը սահմանված է պայմանագրով։ Դիտարկմանը արդյոք հնարավոր է, որ ռուսական կողմը միակողմանի խզի այդ պայմանագիրը, նախարարն ընդգծեց, նման քայլին գնալու համար հիմքեր են պետք։ Միաժամանակ կարևորեց, որ Հայաստանը շատ լավ աշխատանքային հարաբերություններ ունի ռուսական կողմի հետ եւ ոչինչ չի փոխվել։ Հայկական կողմը սակագնի վերանայման մասով պաշտոնական գրություն չի ստացել նաեւ ռուսական կողմից։ Արդյոք նախարարն այլ վերաբերմունք է տեսնում, որ Ռուսաստանի նախագահը չի շնորհավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով։ Նախարարը նկատեց. Երկրներ կան, երկրներ, որոնց ղեկավարները սպասում են պաշտոնական արդյունքների հրապարակմանը, կան երկրներ, որոնց ղեկավարները սպասում են նախնական արդյունքների հրապարակմանը, այսինքն հիմա շատ լավ պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո այդ հարցին ոչ չեմ տեսնում։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը խոսեց նաեւ ներքաղաքական հարցերից։ Ինչ նպատակով են ընդդիմադիր տարբեր ուժեր շրջանառում հայտարարություններ, թե քաղաքացիական պայմանագիրը զրոձայն է ստացել Մեղրաձոր գյուղում, այնինչ գրվել է ավելի քան 700 ձայն, նախարարը պատասխանեց, տպավորություն ստեղծելու, որ իշխանությունը ընտրությունների կազմակերպման հարցում նման է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը, այսինքն ընտրագեղձարար է։ Վերահաշվարկը կարվի կհասկանանք վերահաշվարկի արդյունքում փոխվում է պատկեր թե չէ, բայց եթե պատկեր նույնիսկ փոխվի, ավելանա ինչ-որ քաղաքական ուժերի կամ պակասի ինչ-որ քաղաքական ուժերից, դա լինելու է մի քանի քվեների համար, այսինքն ընդամենը խոսքը մի քանի քվեի մասին է եւ պիտի ասեմ, որ արդեն մինչ այսպա տեղի ունեցած ճշգրտումների արդյունքում ամենաշատը ավելացել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության քվեները։ Խուտացյանը շեշտեց, ընդդիմությունն այս ընտրություններում ձախողվել է։ Ընտրակաշառքի ազդեցությունն է մեծ եղել, բայց ընտրակաշառքով էլ նույնիսկ ընդդիմությունը այնքան ապաշնոր է, որ չի կարողացել իր համար բաղձալի հաղթանակ ունենալ, ինչը մեր համար խիստ կանխատեսելի էր, որովհետև հնարավոր չի արգելի գործընկերներ հրապարակում ունենալ 10,000 մարդ, հետո հայտարարել, որ ունենք 80,000 մարդ եւ ակնկալել, որ դե 80,000 մարդ ենք ունեցել հանրահավաքին, դա հսկայական թիվ է։ Հիմա անդիմությունը հետեւյալն է անում, փորձում է ստվեր գցել ընտրության արդյունքների վրա, բայց դա էլ չի ստացվելու իրանց մոտ։ Մերի Խաչատրյան, Արամ Հարությունյան, լուրեր։